ծրագրի հիմքում ոչ թե տնտեսական դրդապատճառներն, այլ քաղաքական դրդապատճառներն են եւ ունեն երկու ուղղվածություն։ Հայաստանին ըստ էության դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգահամակարգը, կախվածությունը ռուսական գազից, դա էլ հիպոթետիկ է, որովհետեւ եթե մասնագետները դրա հաշվարկել են տարբեր սցենարներով, ըստ էության, եթե հետ հաշվարկով գալիս է, թե դա ինչքան գազի խնայողություն կարող է ունենալ ռուսական, դա մեր տարեկան պահանջարկի մոտավորապես 3%-ի տնտեսման կարող է հանգեցնել։ Այսինքն տնտեսական բաղադրիչը այս պրոյեկտի բավականին, այսպես ասած, խելամիտ չի տնտեսական առումով, տնտեսագիտական առումով։ Սա ավելի շատ քաղաքական ծրագիր է եւ այդ քաղաքական ծրագիրը մի կողմից ենթադրում է Եվրոպայի էներգահամակարգի դիվերսիֆիկացիա, Հայաստանի կախվածության թուլացում Ռուսաստանից եւ ըստ էության Հայաստան-Եվրամիություն ինտեգրացիայի որոշակի, ասենք, ակտիվացում։ Գետնի վրա, պարոն Անյան, լավ բերեցին 5 միլիարդ եվրո փող դրեցին, գետնի վրա այդ նշանակում ենք ռուսական գազի կարիքը, ասենք։ Չէ, բացարձակ, ես դրա համար ասեցի, այսինքն լավագույն դեպքում, եթե մենք կարողանանք օրինակ ավելցուկային էլեկտրաէներգիա մատակարարենք, կամ օրինակ այն որոշենք, որ ռուսական գազ քիչ ենք ներմուծում եւ այդ խողովակով ստանում ենք օրինակ Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիան կամ Վրաստանի ավելցուկային էլեկտրաէներգիան, ապա այդ կարողությունները գնահատվում են այսօրվա մեր սպառման գազի սպառման 3%-ից ոչ ավելի։ Այսինքն մենք այս համակարգով ռուսական գազի կախվածությունը 3%-ով ենք։ Ну երկարաժամկետառով ես ենթադրում եմ, որ օրվա իշխանությունները հույս ունեն կամ հաշվարկում են նաև, որ Ադրբեջանից կարողանան գազ բերել, որովհետև դրա մասին բազմիցս խոսվել է։ Հանուն արդարության պետք է ասել, որ ինքը որպես ծրագիր, որպես բան, այո, դիվերսիֆիկացիայի նշանակություն ունի։ Շատ լավ է, որ դու քո էներգետիկ համակարգը կառուցում ես ոչ մեկ աղբյուրի կախվածության սկզբունքով։ Բայց եթե օրինակ սա ներկայացվել է որպես տնտեսական հրաշք կամ ներդրումային բում, չէ, այդպես չի։ Այսինքն, գիտեք, թնդանոթով ճանճ սպանելու ինչ որ մի հատ այդպիսի պատրանքային բան է։